Դեկտեմբերի 1-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության եւ ոստիկանության ջերմուկի բաժնի ծառայողները ստացված տեղեկություններն իրացնելիս պարզել են, որ Ջերմուկ քաղաքի Գարնանային փողոցում գործող Սուպեր գրուպ, Վանակվա գրուպ եւ Ջերմակունք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների տնօրեն Սուրեն Բալայանը առանց հատուկ թույլտվության Վանակվա գրուպ սահմանափակ պատասխանատվության ընկերության արտադրության պետ Զոհրաք Մինասյանի հետ կազմակերպել եւ իրացրել է լիցենզավորման ենթակա հանքային եւ խմելու ջրերի Ջերմուկ քաղաքում գտնվող հորատանցքի շահագործման եւ շշալցման ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն պետությանը պատճառելով 55 միլիոն դրամի նյութական վնաս։ Բացի այդ, նշված կազմակերպությունների արտադրամասում հայտնաբերվել են առանց հաշվապահական ձևակերպման արտադրված 108,400 շիշ պատրաստի Սուպեր գրուպ, Վանակվա գրուպ եւ Ջերմակունք ապրանքանիշերի արտադրանք, ինչպես եւ առանց աշխատանքային պայմանագրի եւ հրամանների արտադրությունում ներգրավված 17 աշխատակից։ Ձեռնարկվում են միջոցառումներ վնասի ընդհանուր չափը պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է։